2026 թվականի հուլիսի 1-ից Եվրոպական միությունում ուժի մեջ են մտնում նոր կանոններ, որոնք առաջին հերթին վերաբերում են Չինաստանից եւ ԵՄ-ից դուրս գտնվող այլ երկրներից առցանց պատվերներին։ Եթե Թեմուից, Շիինից կամ այլ ոչ ԵՄ առցանց հարթակներից պատվիրեք մինչև 150 եվրո արժողությամբ ապրանք, այդ առաքման համար կգանձվի լրացուցիչ գումար։ Այս վճարի նպատակն է ֆինանսավորել մաքսային եւ անվտանգության ստուգումները, քանի որ Եվրոպա ամեն տարի միլիարդավոր փոքր փաթեթներ են ներմուծում։ Իսկ ձեզ հետ զշացրելի ֆունդամենտալ Ֆրաուլալայանն է եւ այսօր մենք միասին կպարզենք, թե որքան է փաստացի թանկանելու ձեզ համար առաքյանիները Չինաստանից, ինչու Թեմուից պատվիրված էլեկտրատեխնիկան կարող է հանկարծ ձեր ձեռքում պայթել եւ ինչու է ԵՄ-ն տուգանել Թեմուին։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Հուլիսի 1-ից սկսած լրացուցիչ վճարների պատճառով շատ էժան ապրանքների վերջնական արժեքը, օրինակ Թեմուից, AliExpress-ից ու Շիինից կարող է զգալիորեն բարձրանալ։ Իդեպ իրականում այս Shine չի, այլ Շիին է, ես էլ էի առաջ Shine ասում։ Օրինակ, եթե այսօր ապրանքը արժե 4-ից 5 եվրո, ապա նոր վճարներից հետո այն կարող է արդեն արժենալ 7-ից 8 եվրո կամ ավելի, կախված առաքման պայմաններից։ ԵՄ-ն հստակ սահմանում է, որ յուրաքանչյուր փաթեթ թանկանալու է ամենաքիչը 3 եվրոյով։ Այսինքն, եթե դուք պատվիրեցիք մի քանի շորեր, որոնք եկան տարբեր փաթեթներով, ապա դուք պարտավոր եք յուրաքանչյուր փաթեթի համար վճարել հենց այդ 3 եվրոն։ Բացի այդ, եվրոպական մաքսային եւ վերահսկող մարմինները ավելի մանրակրկիտ են ստուգելու էլեկտրոնային սարքերը, լիցքավորիչները, մանկական խաղալիքները, կոսմետիկան, առողջությանը կամ անվտանգությանը վերաբերող այլ ապրանքներ։ Եթե ապրանքը չհամապատասխանի եվրոպական անվտանգության պահանջներին, այն կարող է առգրավվել կամ ընդհանրապես չթույլատրվել մուտք գործել ԵՄ շուկա։ Բացի այդ, Թեմուն, Շիինը եւ նմանատիպ հարթակները պարտավոր կլինեն ավելի խիստ վերահսկել, թե ինչ ապրանքներ են վաճառում իրենց կայքերում։ Եթե շարունակեն վաճառել վտանգավոր կամ անօրինական ապրանքներ, Եվրոպական միությունը կարող է կիրառել նոր տուգանքներ կամ այլ պատժամիջոցներ։ Մինչև խոսեմ, թե ինչ է սա նշանակում սպառողների համար, կխնդրեմ լայքել այս վիդեոն ու բաժանորդագրվել, քանի որ ես այս ամենը պատրաստում եմ միայնակ եւ նպատակ ունեմ տալու որակյալ տեղեկատվություն ձեզ։ Խնդրում եմ գնահատել իմ ջանքերը։ Իսկ մենք վերադառնանք, հա։ Ինչ է սա նշանակում սպառողների համար։ Որոշ շատ էժան ապրանքներ կարող են այլևս այսքան շահավետ չլինել։ Փոխարենը սպառողները պետք է ստանան ավելի անվտանգ եւ վերահսկված ապրանքներ։ Առաքումները որոշ դեպքերում կարող են նաեւ ավելի երկար տևել լրացուցիչ ստուգումների պատճառով։ Իդեպ ես Թեմուից մի քանի անգամ դեկորատիվ փոքր զիզիկ-պիզիկներ եմ առել, ընդհանուր առմամբ գոհ եմ։ Շիինից փորձնական մի շրջազգեստ էի գնել այն ժամանակ, երբ Թեմուն նոր էր մուտք գործել եվրոպական շուկա, անորակ բաներ միանգամից ավել չհագա։ Ու դրանով իմ փորձարկումը ավարտվեց։ Իսկ հիմա դուք կհարցնեք, թե այս ինչու է ԵՄ-ն միանգամից այսքան կատաղել չինական առաքման այդ հարթակների վրա։ Ասեմ ավելին, այս գարնանը ԵՄ-ն անգամ 200 միլիոն եվրոյի տուգանքի ենթարկեց այդ նույն Թեմուին վտանգավոր ապրանքներ առաքելու համար։ Հրդեհի վտանգ պարունակող լիցքավորիչներ, մանկական խաղալիքներ վտանգավոր քիմիական նյութերով, ինչպես նաև ապրանքներ, որոնք չեն անցել եվրոպական անվտանգության պարտադիր փորձարկությունները։ Հենց այդպիսի ապրանքներ են հայտնաբերվել Եվրոպական միության քննիչները Թեմուի հարթակից կատարած փորձնական գնումների ընթացքում։ Փորձակնված մի շարք հեռախոսները եւ USB լիցքավորիչները չեն համապատասխանել եվրոպական անվտանգության պահանջներին։ Մասնագետների գնահատմամբ որոշ մոդելներում բացակայել են այնպիսի պաշտպանողական համակարգեր, որոնք պետք է կանխեն գերտաքացումը, կարճ միացումը եւ էլեկտրահարվածը։ Ամենածայրահեղ դեպքերում նման թերությունները կարող են նույնիսկ հրդեհի պատճառ դառնալ։ Կարճ ասած, վտանգավոր զիբիլ։
Արդյունքում Եվրոպական միությունը արձագանքել է առցանց առևտրի հսկային սահմանելով 200 միլիոն եվրոյի տուգանք, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ սա կարող է լինել միայն սկիզբը։ Եվրոպացի փորձագետները խնդիրներ են հայտնաբերել նաև մանկական խաղալիքների մեջ։ Որոշ մանկական խաղալիքները պարունակել են քիմիական նյութեր, այնպիսի քանակներով, որոնք եվրոպական օրենսդրությամբ կամ սահմանափակված են, կամ էլ ընդհանրապես արգելված։ Բացի այդ, որոշ խաղալիքներ ունեցել են փոքր, հեշտությամբ առանձնացող դետալներ, որոնք փոքր երեխաները կարող են պարզապես կուլ տալ, ստեղծելով շնչահեղության վտանգ։ Իսկ ինչու են շիինն ու թեմուն հաճախ քննադատվում։ Շիինը եւ թեմուն աշխարհում ամենաարագ աճող առցանց հարթակներից են։ Նրանք միլիոնավոր մարդկանց գրավում են չափազանց ցածր գներով, սակայն վերջին տարիներին այս ընկերությունները հաճախ են հայտնվում քննադատության կիզակետում եւ ոչ միայն ապրանքների անվտանգության, այլ նաեւ աշխատանքային պայմանների, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցության պատճառով։ Խոսենք առաջին պատճառի մասին՝ աշխատանքային պայմաններ։ Իրավապաշտպան կազմակերպությունները եւ հետաքննող լրագրողները տարիներ շարունակ բարձրաձայնում են, որ շիինի մատակարար գործարանների մի մասում աշխատողները կարող են աշխատել շատ երկար հերթափոխերով, երբեմն շաբաթական մինչև 70-ից 75 ժամ, սահմանափակ հանգստյան օրերով եւ մեծ արտադրական ճնշման պայմաններում։ Բացի այդ, կազմակերպությունները կոչ են անում ավելի թափանցիկ դարձնել մատակարարման ամբողջ շղթան եւ բացառել հարկադիր աշխատանքի ցանկացած ռիսկ։ Երկրորդ քննադատության պատճառն է վնաս շրջակա միջավայրին։ Շիինը համարվում է ուլտրաարագ նորաձևության ultra fast fashion-ի ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը։ Ամեն օր հարթակում հայտնվում են հազարավոր նոր ապրանքներ, ինչը խրախուսում է հաճախակի գնումները եւ մեծացնում հագուստի արագ թափոնների ծավալը։ Չինական այս գիգանտ հարթակները նաեւ քննադատվում են շրջակա միջավայրին վնաս հասցնելու համար։ Շիինը համարվում է ուլտրաարագ նորաձևության ամենախոշոր ներկայացուցիչներից մեկը։ Ամեն օր հարթակում հայտնվում են հազարավոր նոր ապրանքներ, ինչը խրախուսում է հաճախակի գնումներ եւ մեծացնում հագուստի արագ թափոնների ծավալը։ Եվ բնապահպանական կազմակերպությունների կարծիքով այս մոդելը հանգեցնում է հսկայական քանակությամբ տեքստիլ թափոնների, ջրի եւ էլեկտրաէներգիայի մեծ սպառման։ Այս դեպքում արդյոք թեմուն կամ շիինը կարող են արգելվել Եվրոպայում։ Այս պահին թեմուի գործունեության արգելման մասին խոսք չկա, սակայն Եվրոպական միությունը հստակ հայտարարել է, որ եվրոպական շուկայում գործող բոլոր հարթակները պարտավոր են պահպանել եվրոպական օրենքներն ու անվտանգության պահանջները։ Եթե թեմուն չկատարի ներկայացված պահանջները կամ հայտնաբերվեն նոր խախտումներ, ապա հետագայում հնարավոր են նաև լրացուցիչ տուգանքներ եւ խիստ պատժամիջոցներ։ Ես էլ ձեզ խորհուրդ եմ տալիս առնել մեկ շոր, բայց որակով, այլ ոչ թե 20 անորակ զիբիլ։ Իսկ դուք ինչ կասեք, գնել եք երբևէ այդ ցանցերից ապրանքներ, գոհ եք եւ գրեք ձեր կարծիքը կոմենտներում։